Բարի երեկո սիրելի բարեկամներ, անձրև ամեր մոտ արդեն երեկոյան ժամը 7:07, քանիսն արշուտ, ես ինձ սիրուն ծաղիկներ են, սպասեք ցույց տամ, նոր անցնեմ, շատ սիրուն, մակրոթի ենք դուրս եկել, մի քիչ քայլենք, մի քիչ թթվածին շնչենք, ժամը 8:15 մեր ժամը, 8:00, ոչ թե 7, Ես ամբողջ օրը այսօր կարելի ասել մի քանի ժամ ադմինիստրատիվ գործերով եմ եղել, անդադ այդ մեյլեր, փաստաթղթեր, բաներով գլուխս ուռել է դրանցից, ասեց գնանք մի քիչ քայլենք, ցուրտ է, 10 աստիճան կլինի, թե քիչ, ով ցուրտ է, 12 աստիճան, 12, բայց բանա, մի քանի օր առաջ որ նայում ենք, պետքա 4-7 օրվա անց տաքանար, հիմա 5 օրվա անց է տալիս, որ անձրև չի լինելու, տեսնենք կարող է էլի տաք եղանակը հետաձգվի, չգիտեմ, մի տեսակ ցուրտ մայիս եղավ այս տարի, մի քանի տարի առաջ հիշում եմ ապրիլի մեջ նենց շոքեր էին անում, որ շորտիկներով, մայկաներով, այդ այդ շոքեր, այս տարի ցուրտ է, գնանք մի քիչ մաքրոտ շնչենք, այգու կողմն ենք գնում, բայց դե ասում ցեղ կլինի, նայենք որտեղ որ մի քիչ համատաբար ասֆալտապատ է, այդ կողմերով կքայլենք, քիչ ցեղ, ճիշտ լվացքի մեքենան դուրս են դրել, հետո պետք է ասես տանես մեքենան, հա? Աշխատող չի, դե բանը կդրած, հոսանքին չկա, Եթե աշխատող լիներ, պետքա գրեին նվեր մարդիկ տանեն, բայց սենց էլ կարան տանեն, երկաթի տեղ, շուտ։ Հատի դրել են տանում բանանելու է, ամպետ։ Հա, տանում հանձնում են երկաթը։ Մենք որ շինարարություն էինք անում տան վրա, մի հոգի գալիս էր, կաբել բաններ հավաքում տանում հանձնում էր։ Գալիս մեզանց էլ էր ուզում տանում։ Հետո արդեն ասեցի, բեր չտանք իրան, մենք տանենք, մեկ ես բան, մենք տալիս նորը առնում ենք, ինա ավելի լավ չի մենք հանձնենք, փողները մենք վերցնենք, չէ, եթե ձեր չտար, այդ մարդը չեր կա հավաքեր, ու հագին էլ բարձրքին էին տալիս, հետո մենք արդեն չոր փոխեցինք, տարանք հանձնեցինք, ասեմ, որ բանկային փոխանցումով բանով էլ տալիս էին գումարը, նայենք, Չկա մեքենա, այգու մուտքն եմ նկարում, այս մասը ավազ է լեցրած, շունիկներին հանել են սուքարան մանտալու, շան մենակ էտ ավատ, որ գնանք սկիզնամասը, երիք ցեխա, չեմ տրամանգի, Շան մենակ են ավատ, որ ասենք եթե առավոտ շուտ պետքա դուրս տանեն մանտալու, ասենք առավոտ 6-ին, 7-ին, են օրը մեր հարևանին տեսա են ծեր մարդուն, առավոտ շուտ, 7-ն էր, թե ավելի շուտ շան հետ դրսում էր, պիժամաներով տենց դուրս էր հանել։ Մեր այգում չի կարելի հեծանվով մտնել, հեծանիվ վարել ու չի կարելի սագերին կերակրել։ Սագերին, բադերին, հիմա էլ ուրիշ ծաղիկներ են այստեղ դրել, ինչքան սիրուն է հիմա, հրաշք տեսարան, հրաշք տեսարան, ուզում ես ոտեր թրջես, Կամ պետք է ցեխոտենք կամ թրջենք, սկզբում ցեխոտենք, հետո թրջենք, հետո մաքրենք էլի, գնացինք, մոտենանք նայենք, անցել տարի այստեղ սիրուն բարձր տեղին ծաղիկներ էին աճում, այս տարի չկան,
Այսօր գնում են գեդինա խառնում նախատինս։ Ինչքան լավ են կազմակերպել, բոլոր անձրևա ջրերը Հավաքվում են։ Հա։ Դստերից նոր գնում են։ Եթե ասենք անձրևները չեն լինում, էլ գեդի բարձր մասից ջուրը միացնում են, գալիս է ասեք գեդը մաքրում է, ասում լեջերը մաքրում է, լճացածությունը կատարում։ Եթե ստե ջուր չկա, դեպի։ Հա, դե լճացած որ մնա կանգնած ջուրը։ Որ կողմով գնանք։ Այսպես։ Ցախով Էլի։ գնացինք։ Գնում ես ասենք համայնքից համայնք, գյուղից գյուղ, թեկուզ գյուղից քաղաք կամ այդպես։ Երևում է, որ համայնքապետը, որ քաղաքապետը ոնց է աշխատում։ Մեր քաղաքապետն էլ է լավ աշխատում, բայց օրինակ մի քանի օր առաջ որ գնացել ենք մեր ընկերների տուն, ես ցույց տվեցի ճանապարհին հանդիպած գյուղեր, քաղաքները, հետո իրանց քաղաքը ցույց տվեցի։ Իրանց է յուրահատուկ շատ սիրուն քաղաք, փոքր քաղաք, բայց շատ սիրուն, շատ խնամված։ Մշտական այդ ծաղկածաղիկները կան։ Իրոք շատ, մերն էլ է շատ լավ, այս մեր այգին որ նայում ենք, այսից մաքուր միշտ։ Ոչ միայն այգին, քաղաքն էլ մեր քաղաքն էլ շատ լավ է։ Ավելի մաքուր, այս փոքր քաղաքները ավելի մաքուր են լինում, քան մեծ քաղաքները, օրինակ Բրյուսելը շատ կեղտոտ է, Գենտն էլ կեղտոտ է, չի ասի շատ, Բրյուսելից շատ չի հաստատ, բայց Գենտն էլ համատավար ավելի կեղտոտ է, քան օրինակ այս մեր քաղաքը կամ ավելի փոքր քաղաքները։ Ագրավների հավաքը, ժողով են անում ագրավները շուտ։ Կռվում են, չէ՞։ Չէ, ժողով է, ագրավների ժողովն է։ Տեսնես ինչ են խոսում, օրակարգում ինչ հարցեր են։ Նախագահը չխնացած է։ Սրճարանը վերանորոգում են, չեն վերջացրել։ Այս հատվածն եմ շատ սիրում այգու։ Շատ փոքրիկ կամրջակը։ Ու այստեղից բացվող տեսարանը։ Քիչ վայրի պտուղներ են։ Բայց չկան սիրուն են, չէ՞։ Մի քիչ մութա, բայց սիրուն է, շատ սիրուն է, շատ։ Բադիկին։ Գնանք։ Մենակ ենք, այգում ուրիշ մարդ չկա, այնտեղ են սկզբում որ մտանք, մի հոգի ծառին հենված նստած էր այդ թաց կանաչների վրա, ու էլ մարդ չի հանդիպել, այսքան քայլել ենք։ Ձուկ կա ջրի մեջ։
Այս տեսակ բաներ չկարելի հագնել, հա, ոնց որ բոթազներ չի կարելի, հա, շիշ գցել շներին արգելվում, ծխելն արգելվում եւ ինգում ծամոն չգցեն, հա, այս տարածքում, հա։ Հա, ներսը դաշտում չի կարելի։ Թափվել է, նայ մնում է այս մի հատը, սլեցրուն չէ, մի հատ էլ կոկում, էսա բացվել, թափվել են, վայ, մեր վարդերը շատ սիրուն են, գծած ոնց որ լինեն, գործի եմ գնում մի քանի օր հանգիստ լինելուց հետո, են առաջին օրը միշտ առանց հավեսի եմ գնում, այսպես մազերս տվանալուց հետո ուղղակի չորացրել եմ, հավաքել ու գնում եմ։ Զուգանում ինչ-որ մեկը ոնց որ թաքնվել էր, որ տոմս չգներ, ստուգողն եկավ, որը խփում էր շատ ուժեղ խփում էր, հետո խոսակցության ձայներ լսեցի, երևի իրոք ներսում մարդ կար։ Այդպես անում են մեկ-մեկ մտնում են զուգանում են փակում, որ ստուգողը իրանց չտեսնի։ Այստեղ ռիսկային է, մեծ տուգանք են մուծում։ Ավտոբուսի համար 170 եվրո էր, հիմա երևի ավելացել է գնացքին էլ իստում ամենակիչը այդքան կլինի, հիմա չեմ էլ հիշում ինչքան էր գնացքինը։ Այդպես ժողովրդան իմ աշխատանքային շաբաթ այսօր սկսվեց օրը 3 շաբթի է։ Հետևի նստարաններին հնդիկներ են նստած, այնքան բարձր են խոսում, զգացել եմ ընդհանրապես նրանք շատ բարձրախոս են։ Հասարակական հայրերում մեզ պես գնացք ավտոբուս բանի մեջ ընդհանրապես սիրուն չի էլի, որ բարձր են խոսում։ Գովազդներ էին բաժանում, սուրճ, բելգիական վաֆլի, բալա, մտնել ուտել, խմել, ժամանակ չունենայի, գործի չլինեի, սիրով մտեի, մի հատ սուրճ խմեի, ով մի հատ էլ վաֆլի կուտեի, լավ, այս վաֆլիները ես այդպես չեմ ուտում, չնայած որ համով են, չեմ ուտում զուտ չչաղանալու համար, բայց սուրճը հաճույքով կխմեի, բայց թե ժամանակ չունեմ, պետք է գործի գնամ, ես կինին բաճկոնից հաղաքել ես տեղին անձրևայինը, դրանք օտը փոխել են ես ընթացքում, որ ես գործի չեմ եղել ու մեկ չեն ուղարկել, չի կամ ներս մտնեմ, լավ, կոլեգաներից մեկը հանդիպեց, հարցրի ասեց հա փոխել են, հիմա իսկականից հասա, գնամ ինձ նախապատրաստեմ, ներ շնչեմ, որ արդեն գործի մեջ եմ։ Ինչ եփել այսօր։ Հարցերի հարցին ես այսօր էսպես եմ պատասխանել։ Հավիթևիկներ, կարտոֆիլ, գազար, էլ ինչ, կծու քաղցր պղպեղ, սովորական սոխարած եմ արել, սխտոր եմ գցել, տոմատի մածուկ, սալսա ունեի կամ լեչո ոնց որ մենք ենք ասում, ու այդ ամեն ինչ էսպես սոխարած եմ արել, սարքել եմ, ցույց եմ պատրաստել ճաշին, ցույց եմ տալիս ձեզ մոտիվացնելու համար, հյութից ահագին թողել եմ, ես էլ սոված եմ, պետք է ուտեմ ու գործի գնամ, իսկ Քսենիայի համար էլ այս թևիկներից այսպես առանձին խաշել եմ, հեսա ջուրը կքամեմ, չի սիրում ջուրը, թողնեմ սառի, լցնեմ իր ամանի մեջ, որ ուտի, այս կողմում էլ աղցան եմ պատրաստում, ու հիմա իմ մակերես աշխատանքային մաքրեմ ու նստեմ հաց ուտեմ։ Թեքվել է։ Չեկա ոնց որ ինա կողմում։ Այնա գնում է ոստիկանը հեծանվով գնում։ Են մեկ անցավ։ Այս հեծանվորդների փողոցը, այսինքն չի կարելի վազանց անել հեծանվորդներին։ Նայեք ոստիկանը հեծանվով գնում է։ Անցավ են մեկը։ Հա, իրանցավ վազանց արեց։ Հա, երևի ուշադիր չեղա որ ոստիկանը։ Նայեք, այստեղ շատ կտեսնեք հեծանվով ոստիկանների։ Գրասկիտ նայել ես կա։ Հա, կա։ Անձրևոտ մռտնած եղանակը, բայց 5 շաբթի օրվանից կարծեմ պետքա բացվի։ Այսօր օրը 4 շաբթի է։ Մի երկու օր էլ դիմանանք եղանակը տաքանա։ Շոկ էլ չեմ ուզում լինի, բայց 26 աստիճան 27 պետքա լինի, այդ նորմալ է, տանելի է։ Ռուսելի գնացքը գնաց,
վիկենդի գնաց կգա։ Տեն շատ ցուրտ էլ չի։ Քամիա անպամած բանա, անձրևոտ անպամած, բայց տեն շատ ցուրտ չի։ Այսինքն որ 14 աստիճանա 10 դրա շատ ցուրտ բնա։ Ուղղակի որ մեկ տաք է լինում, հետո մեկ ճիշտում է։ Ոնց որ մեզ շատ ցուրտ թվա։ Գնացքից իջա, սպասում եմ տրամվային, դեռ չեմ հասել կանգառի մոտ, դիտավորյալ չեմ անցել փողոցը, մի քիչ էստեղ կանգնեմ, հետո երաժշտությունն եմ լսում։ Ուկրաինացի է ինձ թվում այս մարդը։ Ակարդիոն նվագում, այսքան Սինտ Պետերսկայարանի դռան մոտ նստած, ամեն օր որ գալիս եմ, գործից գնալուց հետո էլ մեկ իրիկուններն էլ է նվագում, բայց ամեն օր այս ժամին նստած նվագում է։ Այնքան տխուր դեմք ունի։ Ենթադրում եմ, որ ուկրաինացի է, միշտ տապում եմ, թե չեք մոտենամ կհարցնեմ։ Ասում եմ պատերազմների պատճառով ինչքան ճակատագրեր են խեղվում։ Երիտասարդների համար հեշտ է, շուտ ինտեգրվում են։ Անգամ վերջերս ուկրաինացի գոլեգաս ասում էր, բոլորն էլ եկել հարմարվել են, չեն ուզենա ետ գնալ։ Բայց օրինակ այս տարիքով մարդկանց համար շատ դժվար է։ Իրանք այդպես էլ չեն ինտեգրվի այս միջավայրում, որովհետև ոչ լեզուն կարգին գիտեն, ոչ գործ կարան գտնեն, ահա տրամվայից գալիս է, միկրոֆոնը վերցրել եմ պայսակից մեջը, բայց չի մտածում, որ կնկարեմ։ Կարճ ասած ժողովուրդ ջան, պատերազմները լավ բան չեն։ Այս տեսարանը շատ եմ սիրում։ Ասա մի քիչ տրամվայի առաջ կգնա ու կերևա ամբողջությամբ։ Ziyafet quand même, elle a zozo vraiment. Նայեք ինչ գեղեցկություն է, հիմա էլ տրամվայն եկավ խանգարեց։ Գարունա ոնց որ այսօր ջերմաստիճանը լավ բարձրացել է, ցերեկը մինչև 23 աստիճան պետքա բարձրանա, իսկ շաբաթվա վերջ, այսօր օրը 5 շաբթի է, իսկ շաբաթվա վերջ շաբաթ կիրակի 30 աստիճան, շոկ է լինելու, իսկական ծով գնալու եղանակ է լինելու, կարելի է մտածել այդ ուղղությամբ պլանավորել։ Գալիս էինք մեքենայով, ուրեմն սայլակներ էին, երեխեքին մեջը նստացրած, ամեն սայլակի մեջ 6 երեխա, բեյբիներ էին։ Մի քանի ամսական, երբ մի տարեկան կամ էլ չգիտեմ, բեյբիներ էին նստած, փոքր տենց ու մանկապարտեզի իրանց այդ դաստիարակները, այդպես ամեն մեկը մի սայլակը հրելով, 3 հատ սայլակ էր, ոնց որ 3 հոգի էին, մեքենայով արագ անցակ այնքան հավես էր, երեխեքն էլ տես փոքր նստած, կային որ սոսկայով էին, տանում էին ինչ-որ տեղ, շատ հավես էր։ Շուտն ասում այդպես հետաքրքիր կլինի իրանց համար, բայց շատ պատասխանատու է, էլի։ Պատկերացրեք, իրանք են այդ սայլակի վարորդը, ու ասենք ինչ-որ տեղ, որ չկարողանան պահեն, չգիտեմ, շատ պատասխանատու է, ամեն դեպքում դժվար գործ է։ Բեյբիների մասին հոգ տանելը, մի բեյբի չի, պատկերացրեք, ասենք մի խմբում քանի, եթե մասնավոր մանկապարտեզ է, ինչքան գիտեմ 7-8 բեյբի մինչև կարան լինեն։ Մասնավորն էլ այդ մարդիկան գնում վերապատրաստվում են, մինտասկ ես էլ էի մտածում, ասում եմ չգնամ ես էլ վերապատրաստվեմ, վերապատրաստվում են ու իրանց տանը կարան մանկապարտեզ բացեն, բայց իհարկե պետքա տունը հարմար լինի, գալիս են, նայում են, որ ամեն ինչ հարմար լինի, հետո ասի չէ մեր տունը հարմար չի, որովհետև այդ առաջին հարկը պետքա, չգիտեմ, հարմար լիներ ամեն առումով, էլի որ բեյբիներին կարնա ես այդտեղ պահեի, բայց սիրով կպահեի, հա։ Թոր չունենալն էլ էդ է էլ, երբ որ մոտը թոր չունես, որ պահես։ Հետպես հիմա իմ թորնիկը էս պահին Քսենյանա, որ մոտս է, գնացք է եկա, հա, մեր գնացքն, իմ գնացքն է, եկավ ժողով ջան, գնացին։ Պատվեր ունեի չհասցրի բացեմ, թեմոյի պատվերներից եմ քանի բան պատվիրել էի, առավոտ բերեցին։ Ես մի երկուրն էլ աշխատեմ, հետո նոր կբացեմ նայեմ, միասին կբացենք։ Հիմա սկսեմ վլոգը մոնտաժը, ականջակալներով եմ աշխատում, վերջապես սկսել եմ օգտագործել, ես արդեն 2 ամս է տվաս ես ականջակալների համար պատվիրել էր։ Մի քիչ դժվարությամբ հարմար
Հիմա սկսեմ վլոգը մոնտաժել, որ կարողանամ այսօր վլոգ գնել։ Երեկվա օրս շատ դժվար վերջացավ, այսինքն շատ դժվարությամբ տուն հասա։ Վասկով եկա հասա գնալ, նա մի քիչ առևտուր արեցի գործից հետո, մտածում էի գնացքի մեջ ձեզ էլ ցույց կտամ։ Դրա համար ուշացա տրամվայից ու այդպես գնացքից էի ուշանում, վազելով գնացի բարձրացա Կարամատույց, որ գնացք նստեմ, այն էլ հայտարարեց, որ մեր քաղաքում, եկել դրա նախորդող մի քանի քաղաքում գնացքը չի կանգնելու։ Նորից հետո ճշտեցի հարցրի, ասին հա չի կանգնելու, ասեցի գնամ ավտոբուսով տուն գնամ։ Վասկով եկա ավտոբուսի կանգա, Ռահագին հեռու էր այդտեղից։ Եկա տեսնեմ, կարդում էի, եկել ու կանգնեց սպասում, պատական գլուխս եկեմ տեսնեմ մի քանի մետր առաջ կանգնած է մեր ավտոբուսը։ Վազեցի, այդ ամեն ինչը ստրես է, վազեցի ավտոբուսին հասցրի, իրոք որ շատ ստրես է այդ ամեն ինչը։ Այդպես շատ ուշ հասա տուն, շատ հոգնած, ժամը 8:20-25 նոր տուն եմ հասել։ Այդ ժամին մինչև մի բան կերա, իրոք շատ հոգնած էի, մի հատ էլ լավենդելի հանգստացնող թեյ խմեցի ու այդ հոգնածությունից լավ չկարողացա քնեմ, էդ էլ ասեմ։ Ուկրաինացի մարդը էլի նստած նվագում է, ինձ որոշել եմ, որ ուկրաինացի է, բայց հաստատ ուկրաինացի կլինի։ Խոստանում եմ հիշեմ վաղը պատրաստի փող ունենամ մոտս ու հետն էլ կանգնեմ խոսամ հարցնեմ։ Վաղ մեկա էլի գործի եմ գնալու։ Հիմա եկել եմ տրամվային եմ սպասում, բայց երևի արդեն անջատեմ հեռախոսը ու փողոցն անցնեմ, որ հիմա այստեղ էլ տեսնեմ ու չվազեմ, որովհետև վազելը արդեն դառել է շատ ստրեսային իմ համար։ Տրամվայի մեջ քրտինք եւ գուտը ահավոր տարածված է, ասա դուրս է գալիս լողացեք էլի։ Իրոք ահավոր էր, որ տրանսպորտ են նստում առանց դուշ ընդունելու։ Շատ տհաճ, գուտը տարածված է, չկարողացա։ Ինչարած պետք է հələ քանի կանգար գնամ։ Այսպես ոտքի վրա էլ ձեզ հիմա հրաժեշտ տամ, գնամ ես աշխատելու ժողովուրդ ջան, դուք լավ մնացեք, ակտիվ եղեք մեկնաբանություններում, սիրում եմ ձեզ, պաչիկներ, հաջողություն։